Բայանժան բանակը եղել է քայքայված, եղել է սովետական բանակի, սովետական մոդելի բանակ, շատ թույլ, շատ խոցելի, իր բոլոր արատավոր երևույթներով, այդ ձեդավշինա կոչվածով եւ ամեն ինչով, եւ գողանում էին։ Գողությունը համատարած է եղել, դա ես իմ աչքով եմ տեսել։ Ոնց որ պարոն Քոչարյանը թող հեքիաթներ չպատմի, եւ այո, եւ այն ժամանակ ա եղել թույլ, եւ այն ժամանակ ա եղել խոցելի, եւ հիմա ա եղել խոցելի։ Ուղղակի այն ժամանակ չկար կոնսենսուս Արցախի մասով, Ռուսաստանը չէր դավաճանել Հայաստանին, հետո դավաճանել է, ինչի է դավաճանել, հիմա կասեն, այդ տեսեք Փաշինյանը եկավ դավաճանեց։ Ոչ, աշխարհակահաղական իրողությունն է փոխվել եւ Ռուսաստանը հարձակվել է, պատրաստվել է այդ պահին արդեն հարձակվել Ուկրաինայի վրա։ Իրեն պետք էր ապահովել թիկունք, իսկ թիկունքը ապահովելու համար պետք էր Թուրքիայի աջակցությունը։ Դրա համար Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը գնացին զոհ, ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում փոխվեց։ Իսկ մեկ այլ հարց շատ կարեւոր, երբ է սկսվել այդ գործընթացը։ Այդ գործընթացը սկսվել է 2007 թվականին, երբ որ նախագահ Քոչարյանը դեռ նախագահական աթոռում էր նստած։ Եվ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մատը մատին չեն խփել, որպեսզի այդ իրավիճակը հաշվարկեն եւ իրավիճակը սկսել փոփոխել։ Եվ շարունակել են բոլոր ձվերը դնել ռուսական զամբյուղի մեջ։